Օգոստոսի 26, 2014 թվական։ Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվում դիակի հայտնաբերման մասին։ Իր բնակարանում հայտնաբերվել էր 1938 թվականին ծնված Սերյոժա Վարդանյանի դին։ Փորձաքննությունը պարզում է, որ տղամարդը հանկարծամահ է եղել։ Հաջորդ օրը ոստիկանությունը դիմում մահացածի որդին եւ հայտնում, որ նույն բնակարանից գողություն է կատարվել։ Չկան հոր ոսկյա իրերը։ Հարուցվում է քրեական գործ բնակարանային գողության հատկանիշներով, սակայն կատարողին չհայտնաբերելու հիմքով քրեական գործը կասեցվում է։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է։ Տղամարդը հանկարծամահ է եղել, հետո տեղի ունեցել բնակարանային գողություն։ Մեղավորները չեն հայտնաբերվել եւ քրեական գործը կասեցվել է։ Բայց սա միայն առաջին հայացքից։ 2015 թվականի հուլիսին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Սերյոժա Վարդանյանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ կատարվել է սպանություն, այն էլ զուգորդված ավազակությամբ։ Հենց սպանության եւ ավազակային հարձակման կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվում ամուսիններ։ Պարզվում է, որ Սերյոժա Վարդանյանի տանը 1994 թվականին ծնված մի կին պարբերաբար մաքրություն է արել։ Վարդանյանը նրան ամեն օրվա համար վճարել է 5000 դրամ։ Մի օր կնոջն է դիմում ամուսինը գումար հայթայթելու խնդրանքով։ Նա էլ ամուսնուն տեղեկացնում է, որ այն տանը, որտեղ մաքրուհի է աշխատում, ապրում է մի տղամարդ, որը կունենա եւ փող եւ ոսկեղեն։ Այս խոսակցությունից հետո ամուսինները պլանավորում են կատարել ավազակային հարձակում։ Այս ընթացքում աղջիկը պարբերաբար այցելում է հիշյալ բնակարան, ուշադիր հետևում տանտիրոջ անցուդարձին, ֆիքսում նրա քնելու ժամն ու այլ մանրամասներ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Սերյոժա Վարդանյանից ստանալով տունը մաքրելու հերթական առաջարկը, կինը դրա մասին հայտնում է ամուսնուն։ Վերջինս գալիս ու շենքի մոտ սպասում է կնոջ ազդանշանին։ Երբ Սերյոժա Վարդանյանը արդեն քնած է լինում, կինը նախորոք պայմանավորված ազդանշանով ամուսնուն կանչում է վերև։ Ներսից բացելով դուռը եւ ներս կանչելով ամուսնուն, կինը ցույց է տալիս ննջարանը, որտեղ քնած էր տանտերը։ Մաքրուհու տարեկից ամուսինը հարձակվում է քնած տանտիրոջ վրա եւ փորձում հափշտակել նրա մատանին ու թևնոցը։ Հանդիպում է տանտիրոջ դիմադրությանը եւ քաշքշուկի ընթացքում ձեռքերով փակում տղամարդու քիթն ու բերանը։ Սերյոժա Վարդանյանը սուր թթվածնաքաղցի հետևանքով տեղում մահանում է։ Տեսնելով, որ տանտերը մահացել է, ամուսինները հափշտակում են մոտ 1.200.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու բջջային հեռախոս եւ դիմում փախուստի։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն այսքանով չեն սահմանափակվում։ Պարզվում է, որ սա ամուսինների կատարած միակ հանցագործությունը չէր։ Բացի նշված դեպքից, համաձայն օպերատիվ տեղեկությունների, հանցավոր խումբը կատարել էր եւս մեկ սպանություն, գրեթե նույն եղանակով։ 2014 թվական, նոյեմբերի 29-ը։ Ոստիկանություն զանգարած քաղաքացին տեղեկացրեց, որ Երևանի Կուրղինյան փողոցի 27 շենքի հետնամասի այգում տղամարդու դիակ կա։ Նախապատրաստվում են նյութեր։ Ճշտվում է մահացածի ինքնությունը՝ 1938 թվականին ծնված Սերյոժա Դանիելյան։ Փորձաքննությունը պարզում է, որ տղամարդը հանկարծամահ է եղել։ Շուտով մահացողի կինը զանգահարում է ոստիկանություն եւ հայտնում, որ ամուսնու մոտից բացակայում են մի շարք իրեր։ Հարուցվում է քրեական գործ։ Հայտնաբերվում է մի երիտասարդ, որը խոստովանում է, դիակի վրայից գողացել է գումար, մատանի ու բջջային հեռախոս։ Նրան հանցանքի համար դատարանը դատապարտում է 6 ամսվա ազատազրկման։ Այս դեպքում էլ կարելի ասել գործել է նույն սցենարը։ Հանկարծամահ եղած տղամարդ, դիակի վրայից իրեր հափշտակած երիտասարդ, հանցագործության բացահայտում եւ պատիժ։ Իսկ ով է այս երիտասարդը եւ ինչ կապ ունի նախորդ դեպքի ամուսինների հետ։ Պարզվում է, որ երիտասարդը ամուսինների ընկերն է ու բարեկամը։ Նոյեմբերի 28, 2014 թվական, երկու ընկերների խոսակցություն։ Աղբեր սրոշնի $6000 փող է պետք։ Գումարի հարցով ընկերը դիմում է իր կնոջը։
Վերջինս երկար մտածելուց հետո ամուսնուն հայտնում է, որ այդքան գումար նրանց կարող է տրամադրել իր ծանոթ Սերոժա Դանիելյանը, ումից նա արդեն պարտքով գումար է վերցրել, սակայն դեռ չի վերադարձրել։ Մտածելով հավանական մերժում ստանալու մասին, ամուսինը, կինը եւ ամուսնու ընկերը գալիս են Սերոժա Դանիելյանից գումար հափշտակելու հանցավոր համաձայնության, նույնիսկ կատարում են դերաբաշխում։ Ամուսնու ընկերը պետք է կատարեր բուն հարձակման եւ հափշտակության գործը, իսկ ամուսինները պետք է օժանդակեին։ Զանգահարում են Դանիելյանին, վերջինս նրանց հրավիրում է իր գրասենյակ ավելի մանրամասն խոսելու համար։ Գրասենյակ են գնում տղաները, իսկ աղջիկը սպասում է դրսում։ Տղաներին Սերոժա Դանիելյանը ասում է, որ կտրամադրի այդ գումարը միայն այն դեպքում, երբ աղջիկը վերադարձնի իրեն պարտ գումարը։ Տղաներն էլ իրանց հերթին խոստանում են, որ հաջորդ հանդիպանը կլինի նաև այդ աղջիկը։ Այս հանդիպումից հետո երեքով հետևում են Սերոժա Դանիելյանին։ Ստույգ ճշտում նրա բնակարանի վայրը։ Իսկ հաջորդ հանդիպումը լինում է նույն օրը երեկոյան։ Հանցավոր խմբի կողմից նախապես ընտրված վայր են ժամանում ամուսինները, նրանց ընկերը, հետո նաև Սերոժա Դանիելյանը։ Նախ Դանիելյանին է մոտենում աղջիկը եւ պատրաստակամություն հայտնում գումարը վերադարձնել։ Մի քանի րոպե խոսակցությունից հետո նրանց է մոտենում ամուսնու ընկերը, իսկ ամուսինները հեռանում են եւ այգու մուտքի մոտ հետևում, որ մարդ չմոտենա։ Այս ընթացքում տղան անսպասելի հարձակվում է Սերոժա Դանիելյանի վրա, ձեռքով փակում քիթն ու բերանը, առաջանում է սուր թթվածնաքաղց եւ տղամարդը տեղում մահանում է։ Երբ տեսնում են, որ տղամարդը անշնչացած է, գրպանից վերցնում են գումար, բջջային հեռախոս, մատանի, նաև տան ու գրասենյակի բանալիները, սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Դեպքի վայրից հանցագործները գնում են հանգուցյալի գրասենյակ, տագնու վրա են անում ամեն ինչ եւ իրենց հետաքրքրող ոչինչ չհայտնաբերելուց հետո հեռանում են։ Սրանով էլ չեն բավարարվում, միանգամից մեկնում են Սերոժա Դանիելյանի բնակարան, սակայն բնակարանի ստույգ տեղը չգտնելով ձեռնունայն հեռանում են։ Իդեպ ոստիկանները բացահայտել են նաև նույն կնոջ կողմից համացանցի միջոցով կատարված սխարդախության 4 դեպք։ Երկու ընկերները կալանավորված են, կինը ստորագրությամբ բաց է թողնվել, քննությունը շարունակվում է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները եւս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Թեև երկու դեպքից էլ անցել էր մոտ 2 տարի, սակայն քրեական հետախուզները հետևողական էին։ Եվ հենց այդ հետևողականության շնորհիվ է, որ այսօր կասկածյալները գտնվում են ճաղերից այն կողմ։